արյունոտ, այսպես կոչված պաստառներով, իբր Լավրովի դեմքը արյունոտ, Պուտինի դեմքը արյունոտ, դա գիտեք, նույնիսկ քաղաքական էթիկայից դուրս է։ Դա կոռեկտության սահմաններից դուրս է։ Եվ, չգիտեմ, դա նորմալ չի։ Սենց ասեմ, հասկանալի լինի։ Եթե դու չես սիրում ինչ-որ մի երկրի ղեկավարի կամ չես ընդունում իր քաղաքական գիծը կամ այդ երկրի պաշտոնական քաղաքական արտաքին քաղաքականությունը կամ ներքին քաղաքականությունը, դա պարտադիր չի, որ դու բերես ու կոռեկտության սահմաններից դուրս նման բաներ անես։ Եվ ես կարծում եմ, որ իհարկե դա շատ վատ ժեստ է, որովհետև ռուսական կողմը տեսնում է, որ երբ Լավրովը արտաքին գործերի նախարարության շենքում հանդիպում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, հենց այդտեղ շենքի մոտ կանգնած են մարդիկ, ովքեր գոռում են Լավրով ուբիցա, Պուտին ուբիցա, եւ ոստիկանները ոչինչ չեն կարողանում անել, այսինքն որ ուզենար իշխանությունը ցրերը 15 հոգանոց ցույցը մեծ խնդրեմ է լինելու, իրականում այո, կարող է մեծ խնդրեմ լինի այն առումով, որ արևմուտքից զանգ լինի ու ասեն չհասկացանք, պարադի գնացիք, հասկացանք, չգիտեմ, հիմա Լավրովը եկել է մեր ակտիվիստներին է ցրում, այս սա պարզ արդեն ակնհայտ բաներ է, դե հիմա պարզ չի, որ եթե ուզենան կես վայրկյանում չեն թույլ տա, որ այդ ցույցը տեղի ունենա, հենց այդտեղ, թող գնան դիմացի մայթ կամ չգիտեմ, ոնց որ ոստիկանները պահանջում էին, բայց իրենց հիմնական ասելիքը հենց այդ ԱԳՆ-ի շենքի մոտ ասեցին։ Ես հասկանում եմ, որ հիմա շատերը կասեն Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բոլորը իրավունք, այո, բոլորը իրավունք ունեն կամարտահայտության, բայց ոչ թե լկտիության սահմանները անցնելը, ոչ թե կոռեկտության սահմանները անցնելը, ես հիմա որ բռնեմ պլակատ օրինակ իմ ընկերների հետ կոռեկտության սահմաններից դուրս ստեղ գա ինչ-որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյա։ Կամ Թուրքիայի օրինակ ես հասկացում եմ, որ ես վստահ եմ, որ ինձ չեն թողի։ Ու վստահ եմ, որ շատ մնացածներին չեն թողի։